Սարդարապատի հերոսամարտի մասնակից Միքայել Մելիք Օհանջանյանի 130-ամյակի առիթով Հուշահամալիրի թանգարանում ցուցադրություն է կազմակերպվել սպայի կյանքի, մարտական գործողությունների եւ վախճանի մասին պատմող փաստագրական նյութերով։ Դրանք իմի են բերել ազգային արխիվի եւ մատենադարանի ղեկավարության, նաեւ սպայի ազգականների ջանքերով։ Միքայել Մելիք Օհանջանյանը Սունյաց Կալեր գյուղից էր, Մեղրիում հայտնի ազնվական տոհմից։ Այստեղ Խամատյանից արձանագրություն կա, Կալեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու Ծխամատյանում մկրտման վերաբերյալ արձանագրությունն է։ Միքայել Մելիք Օհանջանյանն իր ռազմական ուղին սկսել է երիտասարդ տարիքից։ Երևանի Արական գիմնազիայից նոր էր տեղափոխվել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, երբ զորակոչեցին բանակ։ Առաջի աշխարհամարտը, որ սկսվում է, ուղարկում են Միքայելյան Թիֆլիսի ուրեմն ուսումնարան, այնտեղ ստանում է պրապորշիկի կոչում, որից հետո ուրեմն պատպարուչիկի, պարուչիկի, Սամարցևը շնորհում է կապիտանի կոչում, այս ամբողջը այդ փաստաթղթերի ցանկն է։ Ստալինյան ռեպրեսիայի տարիներին Միքայելի մասին կամ չէին խոսում, կամ շշուկով միայն տանը։ Ընտանիքը 3 տարի նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ունեցել։ Հայտնի է միայն, որ առաջին անգամ որպես հակասովետական տար ձերբակալվել է 1930 թվականին եւ աքսորվել Սիբիր։ Դիմել էին մերոնք տատիկս, պապիկիս մասին տեղեկություն ստանալու համար դիմել էին KGB։ Այնտեղից ասեցին, որ դա արգելված թեմա է, ավելի լավ է չբզբզեք, որտեվ sense գործերում կա Գարեգին Ներդեի անունը։ Մեր տանը այդ թեմայով, այսպես ասած, շատ քիչ էին խոսում։ Տառապանքներ եղել է, անեշի որ չի եղել։ Բայց դե ապրել են, կյանքը շարունակվել է։ 1930 թվականի դժնդակ տարիներին Միքայել Մելիք Օհանջանյանն ու եւս 52 զինակից ընկերներ կրկին ձերբակալվում են։ Մեկ տարի անց Միքայելը գնդակահարվում է։ Թե որտեղ է ենթարկվել մահապատժի եւ որտեղ է թաղված, մինչեւ օրս հայտնի չէ։ Մենք նույնիսկ չգիտեինք, թե ընդեղ են գնդակահարել, թե ստեղ են գնդակահարել։ Մի տեղեկություն ունեին, որ ստեղ են գնդակահարել, մի ուրիշ տեղեկություն, թե որ ընդեղից նամակներ ա գրել։ Այդ որն է ճիշտը, որն է սխալը, տենց էլ մենք չգիտենք։ Հետագայում խորհրդային իշխանությունները Միքայել Մելիք Օհանջանյանին արդարացնում են։ Անգերեզման մնացած սպայի հարազատները նրա հիշատակը հարգում են Սարդարապատ այցելելով։ Հերթական այցի ընթացքում հաճելիորեն զարմացան, տեսան ոչ միայն այդքան հարուստ նյութեր նրա մասին, այլև ծանոթացան տոհմի մեկ այլ ժառանգի 20-րդ դարի ականավոր գիտնական Կարապետ Մելիք Օհանջանյանի մի հրապարակման, որի հիման վրա հայ պատմաբանները գիրք են գրել Բունյաթովի գրական պատմական հայեցակարգը վերնագրով։ Գրքում Կարապետ Մելիք Օհանջանյանի ջախջախիչ հակափաստարկներն են ադրբեջանցի պատմաբան Զիա Բունյաթովի հայկականությունը մերժող թեզերին, որն արել էր 20-րդ դարասկզբին այդ երկրի կառավարության պատվերով, իսկ Կարապետ Մելիք Օհանջանյանը հանդգնել էր հակադարձել ադրբեջանցի պատմաբանին, ինչը հետագայում գրական ստեղծագործության նյութ են դարձրել։ Գիրքը հրատարակվել է 5 լեզվով։ 65 թվականին մի շատ վատ գիրք էր գրել Ադրբեջանի 7-ից 9-րդ դարում, ամեն ինչ խառնել էր իրար, հայոց պատմությունը դες մշակույթը իջեցրել էր, ստորացրել էր, ուղղակի խեղաթյուրելով ամբողջ պատմությունը մշակույթը հայկական, եւ դա շարունակվեց մինչեւ այսօր էլ շարունակվում է։ Զիա Բունյաթովը համարվում է այդ ադրբեջանական խեղաթյուրումների հայրը։ Թանգարանի սրահներից մեկում էլ հայ ազնվական ընտանիքների, այդ թվում Մելիք Օհանջանյան ընտանիքի տոհմածառն է շարունակվող ճյուղերով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։